Նույն օրը Հայաստանում էր եւ լրագրողների հետ էր հանդիպում վերջիններիս հասարակության ամենամեծ թշնամին համարող ռուս անվանի երգիչ Իոսիֆ Կոբզոնը։ Երևանում նա հերքում է մաֆիայի հետ իր կապը հայտարարելով, որ այդպիսի կապի մասին խոսակցությունները ձեռնտու են նախագահ Ելցինին։ Ընթացած Կոբզոնը գովերքեց նաեւ հռչակավոր Վյաչեսլավ Իվանկովին, Յապոնչիկին, նրան համարելով հանցագործությունից հեռու մարդ։ 1998-ի այսօրը Հայաստանի երկաթուղայինները սպառնում են գործադուլով, պատճառը Գուգարք ճամբարն է, որը պատկանում էր տրանսպորտի նախարարությանը, բայց դաշնակցությունն ուզում է վերցնել այն։ Երկաթուղայինները պահանջում են ճամբարը թողնել իրենց։ Հարկադիր կատարողները 1999-ի հունիսի 8-ին լցվել են Նիկոլ Փաշինյանի խմբագրած Օրագիր օրաթերթի խմբագրություն եւ տանում են գույքը։ Դատարանը Միկա Արմենիայի օգտին թերթից $25,000 գումար է գանձել, որը թերթից վերցնում են գույքի տեսքով։ Նիկոլ Փաշինյանը դիմադրում է, ինքը գույք չունի, ամեն ինչ պատկանում է տարբեր անհատների։ Իրադարձություններն ընթանում են մարտական գործողություններով։ Ի վերջո հարկադիր կատարողները զիջում են մինչև կպարզեն, թե ովքեր են թերթի գույքի տերերը։ Հայաստանում է ամերիկացի գործարար Ջոն Հանստմանը, իր նստավայրում Ռոբերտ Քոչարյանը նրան ընդունում է գրկաբաց։ Հանստմանն առաջին օտարերկրաներդրողն է, որը Հայաստանում կառուցել է բետոնե կղմին դռների արտադրության գործարան։ Նախագահի նստավայրում Հանստմանն արժանանում է Մեսրոպ Մաշտոց շքանշանին, ապա հիանում Ռոբերտ Քոչարյանով, նա հրաշալի հրաձիգ է։ Հայաստանի կուրորտոլոգիայի եւ ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտի կոլեկտիվը զայրացած է։ Նրանց ասել են, որ պետությունն այլևս ձեզ պահող չէ, դուք մասնավորեցվում եք։ Բժիշկներն ասում են, որ սեփական շովելու դեպքում ինստիտուտն անմիջապես կվերանա։ Все, что приватизировали, разворовали, продали и прочее. Сегодня и завтра этот институт приватизируется, и что вы будете иметь? Ազգային ժողովը 2000 թվականի հունիսի 8-ին քննարկում է, կատարվել է նախորդ տարվա բյուջեն, թե ոչ։ Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ է նշանակվել վարչապետը, որը պատասխանատու չէ նախորդ տարվա բյուջեի կատարողականի համար։ Կարելի է ասել, որ իմաստազուրկ է այս քննարկումները, քանզի նոր է նշանակվել կառավարությունը, իսկ իրավական դաշտ եթե տեղափոխվենք, օրենքը միանշանակ ասում է, որ ենթադրենք, եթե հավանություն չես տալիս բյուջեի մասին օրենքին, բնականաբար կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները։ 2001-ի այսօրը իշխող հանրապետական կուսակցությունը հրավիրել է համագումար։ Կուսակցության նախագահ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը անդրադառնում է կուսակցության հասցեին հնչող մի շարք մեղադրանքների։ Ես հասկանում եմ այսպես արտահայտողներին։ Նրանք հաջորդ պահին կծափարեն հանրապետականին, եթե վերջինս ծրեր հարաբերություններ երկրի նախագահի հետ։ Նրան դեմ դուրս գար։ Բայց կներեք, պարոնայք, ձեր անձնական խնդիրները լուծելու հավակնություններն ու ապրժակները բավարարելու ցանկությունը շատ քիչ է, որպեսզի հանրապետական կուսակցությունը այդ հարցում դառնա ձեր համախոհը։ Նույն օրը Մայրաթոռում լրագրողների հետ է հանդիպում ամենայն հայոց կաթողիկոսը, որը ստիպված է պատասխանել սկանդալների առիթ դարձած մի շարք հարցերի, մասնավորապես ինչու կարգալույծ արեց Մոսկվայի եւ Նորնախիջևանի թեմի առաջնորդ Տիրան arczepiskopos Գյուրեղյանին եւ նրա փոխարեն նշանակեց իր եղբորը Եզրած վարդապետ Ներսիսյանին։ Եթե անգամ ես չլինեի, այլ անձ լիներ, այլ հայրապետ լիներ այստեղ, կարծում եմ, որ ընտրությունը կկայանար հօգուտ Եզրած